պայթյուններ, ինքնադատաստաններ, ցավոտ բացահայտումներ, գաղտնիքներ, որոնք ճակատագրեր կկործանեն, աշխարհը ցնցվում է, թևակողում ենք ամենաբարդ և ինտրիգային ամիսը, ապրիլ ամիսը։ Իսկ թե ինչով է ճակատագրական հենց ապրիլի 17-ը, ինչու է անհրաժեշտ ամեն օրի սրտե աղոթք բարձրացնել առ Աստված, ինչ կապանքներ են քանդվելու, բացահայտում է հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը։ Կարծում եմ, որ նախընտրական այդ շրջանը այդքան էլ բուռն չէ աշխարհաքաղաքական այդ տենդենսների համեմատությամբ, աշխարհը ցնցվում է եւ ամենաբարդ ամիսներից մեկն է ապրիլը, չնայած մոլորակային բարդ դիրքավորումներ շատ քիչ են, սիրելի Իլոնա, սիրելի հետևորդներ, բայց աշխարհը ցնցվում է։ Մեծավեր արևելքը այսպես ռումբերի տեղատարափի տակ է։ Եվ գիտեք ինչ եմ հիշել մեր կանխատեսումներից, հենց այս պահին հիշեցի, որ 2 տարի առաջ հենց ձեր հարթակում նաև ապրիլյան կանխատեսումների ժամանակ ասացին, որ Իրանը կրկին հարվածների տակ է, պայթյուններ եւ ապրիլի 12-13-ի մոտակայքում թե մարտի, երբ որ ապրիլներ, այո, Մարսը մտավ ձկների կենդանակերպ, եւ երբ ես դիտարկում էի արաբական նշել էիք, որ քիմիական գործարաններ են պայթելու, այո, քիմիական գործարաններ, պայթյուններ, եւ դա նաեւ համընկավ Արաբական Էմիրություններում ջրհեղեղի հետ կրկին այս պայթյունավտանգ իրավիճակը կրկին ջրհեղեղը 2-3 օր, այնտեղ մոտ 2-3 օր անձրևների տեղատարափ էր եղել եւ կրկին այնտեղ ջուրը բավականին բարձր էր գետնի վրա եւ Ամերիկ քարտեզը ցավոք շատ եմ սիրում Արաբական Էմիրությունները, ինչքան շատ սիրում եմ Ֆրանսիան, դե Հայաստանը, ինչ ասեցի, որ ես հասկացա, որ որքան է շատ ճանապարհորդեմ, ի վերջո իմ հանգրվանը հայրենիքում է դեռևս։ Միշտ մի ասեք երբեք, բայց այդպես է։ Այո, դեռևս մարտահրավերները շարունակվում են, Մարսը ապրիլի 10-ի մոտակայքում կմտնի Խոյ կենդանակերպ եւ վիճակը հնարավոր է ավելի բարդանա։ Ես ձեր հաղորդումներից հունվարյան եթերում էր հունվար 27-ի մոտակայքում։ Նշել էիք, որ ապրիլ ամիսն է ավելի կանխորոշիչ։ Այո, բայց ասել էի, երբ որ Մարսը մտնի ձկների կենդանակերպ, այդ ժամանակ հնարավոր է կրկին Իրանը հայտնվի կրակի տակ եւ Իրան եւ Իսրայել հակամարտությունը բորբոքվի։ Այո, Մարսը ձկների կենդանակերպ մտավ մարտի 2-ին։ Այդ հակամարտությունը վերսկսվեց փետրվարի 28-ին։ Բազմիցս նշել եմ, որ ինչու է երկարաձգվում, ինչու հստակ արդյունքներ չկան, որովհետև հակամարտությունը սկսվել է նահանջող Մերկուրու ժամանակահատվածում։ Իսկ այն, ինչ սկսվում է նահանջող Մերկուրու ժամանակահատվածում, եւ դա 21-ից 23 օր է, այն չի ունենում հաջողություններ, երկարաձգվում է նորից վերսկսելու, նորից վերափոխելու, վերաձևավորելու, վերաձևելու այդպիսի խնդիրներ են առաջանում։ Այս մի քանի օրը առավելապես բարդ կլինի, ինչու որտեղ արևը գտնվում է Խոյի կենդանակերպում, արդեն իսկ, բայց մոլորակների այսպես ստելիում ունենք մենք, ստելիումը մի քանի 2-3 մոլորակից ավել, մոլորակների կուտակումն է կենդանակերպերում եւ դա ամսի ամենակարևոր օրերից մեկը ապրիլի 17-ն է, սիրելի հետևորդներ, սիրելի Իլոնա, նորալուսին Խոյի կենդանակերպում։ Նորալուսին ինչ է? Արևի լուսնի միավորումը նույն աստիճանի վրա, բայց այդտեղ իսկ արդեն գտնվում են Նեպտունը հունվարի 26-ից, Սատուրնը փետրվարի 14-ից, այդտեղ արդեն շուտով գտնվելու են փաստորեն Մարսը ապրիլի 10-ից, Մերկուրին ապրիլի 16-ի մոտակայքում, պատկերացնում եք աստղաբույր, օրը բարենպաստ է, նորալուսինը բարենպաստ է, այն դրական դիրքեր ունի մի կողմից Ուրանի հետ երկվորյակ, Ուրանը մի քանի օր հետո է անցնելու երկվորյակ, դա լինելու է ապրիլի 26-ը, բայց դրական դիրքեր Ուրանի հետ, դրական դիրքեր մյուս կողմից Պլուտոնի հետ ջրհոսում,
Պատկերացնեք մոլորակների աստղաբույրը, այստեղ ինքը շատ դրական է նոր գործերի, միանգամից այդ ամենը կտա մեծամեծ հաջողություններ, բայց վտանգը նրանում է, որ այդ պայթունավտանգ կենդանակերպում այնտեղ հավաքված են երկու չարագործ, եկեք զերծ մնանք այդ բառերից, հա, բացասական, որտեղ գտնում են երկու այսպես կողմնորոշիչ, երբեմն ակտիվություն, երբեմն ագրեսիվություն բերող մոլորակները Մարսը եւ Սատուրնը, եւ նաեւ այդտեղ է արդեն Նեպտունը, ես չգիտեմ, չկանխատեսեմ, եւ դրական է, եւ նաեւ ուշադիր եղեք ճակատագրական չարաբաստիկ իրադարձություններից մի ներգրավեք ոչ մի իրադարձության, ինչ որ կազմակերպության, կուսակցության շարքերը, որոնք կասկածելի են, որոնք կարող են ճակատագրական լինել ձեզ համար։ Միջանցնային հարաբերություններում թող ուշադիր լինեն խոյ, կշեռք, խեցգետին եւ այծեղջուր կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները։ Խոյերը ուշադիր լինեն իմպուլսիվ իրենց գործողություններից, խեցգետինները թող կրկին իրենց համբերատարությունը իջիկ դնեն, քանի որ Սատուրնը խոյում է, բայց զսպող հանգամանք է, բայց Մարսն էլ է խոյում, որը նաև անզուսպ գործողություններ կարող է տանել։ Սիրելի կշեռքներ, եղեք ձեր բարդության վրա, եղեք ներդաշնակ, փորձեք այդ մի քանի օրը ուղակի խուսափել խնդիրներից։ Սիրելի այծեղջուրներ, ձեզ խորհուրդ եմ տալիս լինել ձեր դիրքերում, բայց չլինել համառ, եթե տեսնում եք, որ իրավիճակը ձեր ձեռքից դուրս է գալիս, փորձեք կշեռքներից վերցնել ճկունություն, խեցգետիններից վերցնել նրբանկատություն եւ հեզություն, նրբանկատություն նաեւ կշեռքներն են, մինչեւ այդ մի քանի օր անցնեն, իսկ դրական գործեր սկսելու նոր ծրագրերի, նոր այդպես նպատակների, նոր գործեր սկսելու համար միանշանակ ամենաբարենպաստ օրերն են։ Այսինքն ապրիլի 17-ը եւ կարող է ճակատագրական հետք ունենալ, ինչպես նաեւ կարող է բարենպաստ գործընթացների սկիզբ հանդիսանալ։ Այո, եթե ագրեսիվ միտումներ կան, եթե այնպիսի գործողություններ են, որոնք հրահրման այդ Այսինքն այդ օրը պետք է սադրանքների չտրվել։ Այո, սադրիչ գործողություններից, մարդկանցից, սադրիչ հռետորաբանությամբ հանդես չգալ, այդ կենդանակերպերում է լինում, բայց դուք գիտեք, որ այդ 12 կենդանակերպերը մեր քարտեզի կյանքի ինչ-որ ոլորտն է։ Եվ այդ ոլորտներում մենք ունենանք խնդիրներ, խոյը անզսպություն է տալիս, խոյը ճիշտ է նորի սկիզբն է, բայց երկարաժամկետ, գիտեք, այս պահին հենց միանգամից բռնկվող ինչ-որ իրավիճակ կարող է լինել, ուստի թող ուշադիր լինեն, բայց ովքեր հեռահար նպատակներ ունեն, թող արդեն իսկ որոշեն այդ նպատակները իրականացնել, մենք էլի օրեր ունենք։ Կարևոր օրերից մեկը, եթե արդեն ամսի 1-ը անցել է, մյուս ամենակարևոր օրերից մեկը, բարենպաստ օրերից մեկը դա 11 եւ 12, 13, 14, 15 պատկերացնում եք 11-ից սկսած։ Այո, 11-ին դա լուսինը լինելու է ջրհոսի կենդանակերպում, ջրհոսը դա ապագան է, համացանցն է, ինտերնետն է, ընկերներ, գաղափարակիցներ, հեղափոխություն, նրանք ովքեր համացանցային գործունեություն են ծավալում, դրանք տիկտոկերներն են, բլոգերներն են, աստղաբաններն են, նրանք ովքեր հետաքրքրված են աստղաբանության, ազատ գաղափարների տեր մարդիկ են, գյուտարարներն են, իգործ սիրելի հայրենակիցներ, չնայած նորալուսնը քիչ ավելի ուշ է լինելու, բայց միևնույն է, արևը խոյում է, նորարարական այդ մտածողություն ունեցող մարդիկ կարող են իրենց մասին տեղեկատվություն տարածել, ջրհոսը ասում եմ համացանցն է, տեղեկատվության, եթե բովանդակությունը լինի հետաքրքիր, ջրհոսը ասում են գինի այլնասյալ նշանն է, կարող եք մեծ դիվիդենդներ շահել, ընկերական շրջապատ, ձեր գաղափարակիցներին կարող եք ներգրավել ձեր պրոյեկտներում, նոր գործերի մեկնարկը կարող եք ամսի 17-ից սկսել, բայց միևնույն է, այդ ամենը տարածել, խոսել դրա մասին, ԶԼՄ-ներում, այսպես շատ արագ տարածվող հետաքրքիր կարճ նյութեր տեղադրել եւ ունենալ հաջողություններ ընկերական շրջանակների ընդլայնում, այդ գաղափարակիցների ընդլայնում, նրանք ովքեր ցանկանում են աստղաբանություն սովորել, աստղաբանի մոտ
խորհրդատվություն ունենալ, այդ մի քանի օրը ուղղակի բառացիորեն շատ բարենպաստ են եւ նրանց համար, ովքեր բաց են տեղեկատվության առջև։ Հաջող 2 օրն էլ է շատ կարևոր, ջրհոսից հետո ձկների կենդանակերպն է ամսի 14-ին եւ 15-ին։ Ձկները դա հոգեվոր տեխնիկաներն են, նրանք ովքեր ունեն չկատարված երազանքներ, աղոթեք այդ օրը։ Միշտ ասում են, որ ամենատարածված աղոթքի ձևը, որը շատ մեծ հրաշքներ է գործում, եթե մանավանդ դուք ձեր ներաշխարհով մոտ եք այդ բարձրալին, այդ ուժերին, ուղղակի ասում եք Տեր Աստված, պարգևիր մեզ ֆիզիկապես, մտավոր, հոգեպես, առողջ երեխա։ Տեր Աստված, ներիր մեր գիտակցված, չգիտակցված մեղքերը, ազատիր կառմայի կապանքներից։ Կարող են լինել հիվանդություններ ժառանգական, որոնց մասին որ դուք գիտեք, այդ աղոթքը մոտ 3 օր, օրը 3 անգամ ասեք։ Կարող են լինել բնավորության գծեր, որոնք ձեզ խանգարում են, եթե գիտեք, որ հենց այդ բնավորության գիծը դուք ունեք եւ հենց դրա պատճառով ձեր կյանքը չի դասավորում եւ անձնականը եւ նաեւ երեխաների հետ խնդիր ունեք, ապա անպայման ասեք ների մեր գիտակցված եւ չգիտակցված մեղքերը եւ ազատիր կառմայի կապանքներից։ Ես ձեզ ասեմ, որ սա բուժիչ աղոթք է, աֆիրմացիա է։ Ես արդեն 15 տարի տարբեր հարթակներում, տարբեր մարդկանց խորհուրդ եմ տալիս օգտագործել։ Գիտեմ, որ արդյունքը ձեզ սպասեցնել չի տա։ Ամեն։